Գիտեք, ուղիղ 4 տարի առաջ էր, ես Facebook-ի իմ գրառումը գտա, հենց ամսի 24-ին անցյալ 2022 թվականին հունիսի 24-ին գրառում է արել Facebook-ում ազատություն քաղ բանտարկյալ Ավետիք Չալաբյանին, ու փաստորեն 4 տարի հետո ինձ նույն օրը իրեն ձերբակալել են։ Տեսեք, դե ձերբակալել են, եկել են առավոտյան, տարել են, ես դրա մասին արդեն խոսել էի, այս պայդրությամբ տվել են 2 ամսվա կալանք առանց տեսակցության հնարավորության, այսինքն դա ինձ թվում է հատուկ են անում, որպեսզի պատժեն, որպեսզի ինչ-որ մանր վրեժխնդրություն լուծեն Ավետիքից իր ակտիվ խոսքի համար, իր մասնակցության համար այս ամբողջ ընթացքում ընտրությունների հետ կապված կեղծիքների բացահայտման եւ ընտրությունների հետ կապված ընտրողների իրավունքների պաշտպանության հարցում։ Ինձ թվում է այս պայդրությամբ կալանավայրերում ավելի շատ անմեղ մարդ կա, քան թե մեղավոր, մեր քաղբանտարկյալները ոչ միայն Ավետիքը հայտնվում են այդ կալանավայրերում, հետո եթե տեսնում եք արդեն ինչա կատարվում, մի տարի հետո հանկարծ արդեն ազատություն են թողնում, հետո նույնիսկ արդարացում, որովհետեւ չկա քայական գործ, չկա որևէ իրավական պատճառ, որով Ավետիքը պետք է լինի այսօր դատապարտված, կամ ասենք ինչ-որ քրեական գործի դեմ հարցված լինի, ու այս ամենը ընդամենը այն նպատակի համար է, որպեսզի ակտիվ քաղաքական գործիչներին, ակտիվ ազնիվ եւ քաջ քաղաքական գործիչներին ինչքան հնարավոր է իզոլացված պահեն այսպիսի կարևոր պահերին, երկու ժամանակ։ Ամեն դեպքում քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, պաշտոնական հաղորդագրություն, խոսել էր Չալաբյանի, Արտասահմանյան ինչ-որ այցերի մասին։ Դուք ինչպես եք գնահատում այդ տեքստը որպես նաև քաղաքացի։ Քանի որ քննություն է հիմա դնում, ես համոզված եմ, որ գործը հասնի արդեն լինի, որ արդեն ազատ լինեն բոլորը խոսելու, պարզ կդառնա, որ այդտեղ ընդհանրապես ոչ մի փաստացի դրել չի։ Այսինքն այն կքանդվի բացառապես շատ պարզ փաստերի հիման վրա եւ այդ այցելությունների եւ այդ ընդհանրապես ասենք այդ դրված ասենք փաստերի հետևում կպարզի, որ ընդհանրապես ոչինչ կա, իրեն ուղղակի կարող է բաց թողնեն, երբ որ այս ամբողջ process-ը վերջանա։ Եվ նաեւ Ավետիքը անչափահաս է։ Մենք ունենք 4 երեխա, որից փոքրը անչափահաս է, մեծերը արդեն։ Մեր փոքր երեխան հաշմանդամություն ունի, մենք բոլոր քրտերը ներկայացրել ենք, Ավետիքը ինքը ունի առողջական խնդիրներ եւ արյան հետ եւ սրտաբանական խնդիրների հետ կապված, բոլորը ներկայացրել ենք, ոչ միայն հաշվի չեն արել, այլ ասենք ընտրել են ամենամնախիստ տարբերակները պլանավորելու, նույնիսկ թույլ չեն տալիս, որպեսզի մենք ընտանիքի անդամները իրեն այցելենք։ Այսպես նաև այդ գերակրողի հետ կապված ընտանիքի այսինքն բախվող հաստատի ինքն է աշխատողը Ես կարծում եմ այս իշխանությունը դառնում է հատուկ ցուցադրական դաժանություն ցույց տալու համար ուժը, որ կարող է ցանկացած անդիմադիր գործի, ցանկացած պահին փակի, չգիտեմ, ինչքանի ամսով ուզում է, ցանկացած առանց պատճառի լինի թե չէ, был бы человек, статья найдется, լրիվ այդ ոչի են արդեն հասել, չեն էլ ամաչում դրա համար, ես համոզված եմ, եթե ինչ-որ մեկը նստի հաշվի, թե քանի քաղբանտարկյալ կա այսօր Հայաստանում եւ համեմատի գլոբալ թվերի հետ, մենք երևի առաջի 20-յակում ենք արդեն։ Իրականում այս ամբողջ քարոզարշավի ընթացքում ինքն Հայաստանի Հանրապետությունը չի բացատրել։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։